Սուրենին ուղեկցի մեր մեքենան, նրան բաժին ենք տանում։ Սպասի, Ղազարյան։ Սուրենին ես ինքս կբերեմ։ Դուք ձեր հարցաքննությունը կասկածնեք, հետո ես ակումբ հետ կխոսեմ ու Սուրենին տուն կտանեմ։ Ոնց կասես։ Դե գնացինք։ Դու ասել ես, որ ես ու Բելան կռվել ենք ու Բելան թողոտնից գնացել է, հա? Դե ասացի, որ ձեր մոտ հաճախ այդպես բաներ լինում։ Կասպարս արդեն լուրջ է։ Եթե քննիչները սկսել են փորփրել, ինչը ոնց է հնարավոր ամեն ինչ պարզվի։ Դու ինչ ես որոշի անես։ Չգիտեմ, Հայկ։ Ախր ուզում եմ Մաքսի հետ խոսեմ։ Որտեղ շուտով ոստիկանները նրա վրա էլ դուրս կգան։ Ուզում եմ հասկանամ ինքը ինչ է մտածում։ Դու վստահում ես Մաքսին։ Համոզված ես, որ ինքը իր կաշին փրկելու համար քեզ չի ծախի։ Համոզված եմ, չի ծախի, Հայկ։ Այս սպանության հոդված է, Գասպար, չես կարող ասես ինքը իր ոնց կպահի։ Ամեն դեպքում, եթե իմ օգնության կարիք լինի, իմացի, պատրաստ եմ քեզ։ Վզգո ես եմ, տեղը սիմացել են ապր, նոր վրես էին կրակում։ Այդ է նորմալ խոսա բան ասկնան։ Ապր շենքի կրիչի սնայպրը վրես էր կրակում։ Դու հիմա ուր ես, տեղը տապահովա կարաս մի 10 րոպե սպասես։ Լավ դե մի տեղ կտի մտի, հեսա գալիս եմ, հենց հասնեմ կզանգեմ։ Լավ։
Ես տանից դուրս եկա, որպեսզի սիգարետ գնեմ։ Դարպասներից քիչ հեռացել էի, համարյա խանութին էի հասնում։ Ու այդ ժամանակ հիշողությունս կորավ։ Մեկ էլ եմ հիշում, որ աչքերս բացեցի արդեն տան էի, ձեզ տեսա Ղազարյան։ Աստորեն խանութ էլ չես մտել։ Չէ, երևի չեմ մտել։ Բժշկական ստուգումները ցույց են տվել, որ քեզ հոգեմետ դեղեր են ներարկել, ինչի պատճառով քո մոտ հիշողության կորուստ է։ Բայց հնարավոր չի, որ այս օրերի ընթացքում քո գիտակցությունը տեղեկած չլիներ։ Հա դու թմրած ես եղել, բայց եթե հիշողությունդ լարես, հնարավոր է, որ որոշ բաներ հիշես։ Օրինակ, չոր մարդկանց դեմքեր կամ որևէ տեղանք։ Փորձում եմ, բայց ոչինչ չեմ կարողանում հիշել։ Սուրեն, ես քեզ արդեն ասել եմ, որ դաջված կանելը ցավոտ process է։ Ու ինչքան էլ որ քեզ անզգայացրած լինեին, միևնույն է, քո մեջ ինչ-որ բան կտպավորվեր։ Չեմ հիշում, Ղազարյան։ Ոչինչ չի տպավորվում։ Լավ։ Իսկ դու կարող ես նշել մեկին, ով կհաստատի, որ մինչև անհետանալը դու նման դաջվածք չես ունեցել։ Բոլորն էլ գիտեն, որ ես երբեք դաջվածք չեմ ունեցել։ Հայրս, քույրս։ Հա, ես ստուգել եմ։ Լավ։ Լավ, դու առայժմ կմնաս այստեղ։ Փորձի կենտրոնանալ։ Հնարավոր է հիշողությանդ մեջ որոշ բաներ վերականգնվեն։ Եթե ինչ-որ բան իմանամ, ես ձեզ տեղյակ կպահեմ։ Իմաստը ո՞րն է, որ ես տեղ մնամ։ Այդպես է պետք։ Ղազարյան կազմակերպի, որ առանձին խոց տեղանա։ Սուրենին են ձերբակալել։ Ոնց թե։ Ինչի համար։ Ուսին դաջվածք են գտել 213։ Հələ մի րոպե Վահան։ Այդ ընթիվը չի որ։ Հա, հենց ընթիվն է, ես արդեն չեմ ջոգում։ Ինչա կատարվում։ Հələ մի րոպե Վահան։ Սուրենը կորավ այն ժամանակ, երբ որ ես կրակեցի հրանտի վրա, չէ՞։ Հետո ինչ։ Լավ, վարկած կա, բայց դա ընդամենը վարկած է։ Ես պապայի ու Ղազարյանի խոսակցությունից իմացա, որ շատ հնարավոր է սպանությունների հետևում հրանտ կանգնած։ Ինչ էր։ Հրանտը Գոհարի ամուսինն է։ Դավո մենք ես մասին պետքա ոչ մեկին չասենք։ Եթե ես ամեն ինչը ճիշտ է, մարդասպանը չպետք է իմանա այս մասին։ Թե չգիտես ինչ էր կարա լինի։ Օրս Սարև։ Ինչ եղավ Դավո։ Հաստորեն այդ ուռուդը ինձ կուտ տվեց, որ ես գնեմ կրակեմ հրանտի վրա, ինքն իր գլուխը առավ թռավ, հա։ Ոնց թե կուտ տվեց։ Երևի զգացել էր, որ սաղսալակները իր վրա է տանում։ Պրոստը ուզեցել էր շեղել էլի մեր ուշադրությունը։ Հələ մի րոպե, ստոպ։ Էս ինչ ես ուզում ասես։ Ուզում ես ասես, որ Սուրենը կապ ունի այն ամեն ինչ։ Ոչ թե կապ ունի, այլ հաստատ ինքն է մարդասպանը։ Տղեկ հլնայք ինչ աբսուրդ պատմություն է դուրս գալի։ Ինքը կորում է մի քանի օրով, գալիս է հետո ու ասում է թե իբր ոչ մի բան չի հիշում։ Ոնց կարա տես բան լինի։ Հիմա մինչև սաղ հասկանան թե ինչ է կատարվել իբր այդ խեղճ տղու հետ, ինքը իր այլի կեղտոտ պլանները կիրագործի տղեկ։ Բաբու դու հասկանում ես ինչ ես ասում։ Ոնց կարա Սուրեն մարդասպան է։ Քրոջը ու կնոջը սպանել։ Ոնց կարա Սուրենը տես բան անի։ Կաներ։ Մի մոռացեք տղեկ, խոսքը $50 միլիոն մասին է գնում։ Ինչ 50 միլիոն։ Զառանցում ես։ Կնոջը ու հրի քրոջը շուտ միլիոնների համար սպանի։ Դա ոչ հնարավոր է կանտեց մանյակներ։ Բայց մենք խոսում ենք մի մարդու մասին ու մեզ քան ժամանակ ճանաչել ենք։ Ու քո ասելը Սուրենը պետք է առնվազն հոգեկան հիվանդ կամ շիզոֆրենիկ լինի։ Բայց ինչ գիտենք, որ այտենց էլ չի տղեկ։ Ինքան տես մանյակներ կան, որ ինձանից ու քեզանից խելոք են։ Ու իրանց գիտեմ որտեղ ոնց դրսևորեն։ Վերջ Դավո։ Հակում ենք թեման։ Ես վստահ եմ Սուրենը չի։ Այդ դաջվածքը ինչ որ ուրիշ բացատրություն պետք է ունենա։ Պատրոշ չկա։ Շենքից հելա դուրս երկու քայլ դրի վերևից գմբ։ Սկսան վրես կրակելու։ Կռիշից սնայպերը վրես էր կրակում ախպեր։ Պրոֆեսիոնալ էր։
Հաստորեն տեղը դիմացել են, հա։ Բայց ոնց որ դուց։ Ախպեր աշկից տղեկի պես կռիս կա, պսկո։ Մենակ այդ տղի ես ու դու գիտեինք։ Ուրիշ ոչ մեկ չէր իմանում, թե ես որտեղ եմ փախած։ Խի Գասպարը չի եկե մոտդ։ Ապեր Գասպարը տես բան չեր անի, Գասպարը ինձ երբեք չի ծախի։ Ես իրան վստահում եմ։ Հիմա ոչ ոքի վստահել չի կարելի, ախպերս։ Լավ է դա։ Ես քեզ հիմա մի հատ ապահով տեղ կտանեմ։ Հանդե կլրվես ու քիթդ դուս չես անի մինչև չտենանք ինչ ալնա։ Հանգիստ եղի, ես նայում եմ, ոչ չկա։ Ակուպ, դուք իրավունք չունեք Սուրենին էստեղ պահելու։ Ինքը շատ հանգիստ տանն էլ կարող է հիշել, են ինչ ձեզ հետաքրքրում է։ Պարոն Շահամյան, Սուրենի հետ շատ տարօրինակ իրադարձություններ են կատարվել։ Ու ես չեմ կարող նրան բաց թողնել, մինչև չպարզեմ, թե նա ուր է եղել ու ինչ է իր հետ կատարվել։ Լսի, գուցե դու քո պարտականություններն ես կատարում, բայց մոռանում ես, թե ում հետ գործ ունես։ Ես պահանջում եմ, որ հենց հիմա իմ տղուն տանեմ հետս տուն։ Եթե ինքը ինչ-որ բան հիշեց, ես ինքս նրան